Հունվարի 19-ին եւ լույս 25 գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդ հրաձգային զինատեսակներից, այդ թվում խոշոր տրամաչափի գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ։ Այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել ավելի քան 1050 ռակոց։ Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավ-արևելյան եւ արևելյան հատվածներում, ավելի քան 300 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն։ Իրավական երկրի կառուցումը մեր առաջնահերթություններից է, անկախ դատարանի կայացումն ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։ Արդեն 7-րդ տարին է, ինչ հանրապետությունում հունվարի 20-ին նշվում է դատական համակարգի աշխատողի օրը։ Մասնագիտական տոն օրը դատավորի աշխատանքը մեկ անգամ եւս կարևորելու առիթ է։ Լինելով իշխանության թևերից մեկը եւ իրականացնելով սահմանադրությամբ նախատեսված հատուկ լիազորություն, արդարադատություն, դատական իշխանությունը գլխավորապես ունի հավասարակշռող տեղ։ Ինքնին դատական համակարգի եւ դատական իշխանության կայացումն ու ամրապնդումը շատ կարևոր է իրավունքի գերակայության, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորման վրա հիմնված պետության ստեղծման, ինչպես նաեւ Արցախի միջազգային ճանաչման ճանապարհի։ Արժևորելով անկախ դատական համակարգի կայացումը մեր երկրում, իշխանությունները ամեն կերպ աջակցում են համակարգի աշխատողներին։ Մասնագիտական օրվա կապակցությամբ էլ հանրապետության նախագահն է շնորհավորել դատավորներին։ Դուք իրականացնում եք կարևոր ու պատասխանատու աշխատանք ի նպաստ մեր պետության եւ քաղաքացիների, նրանց օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանության։ Դատական համակարգը իշխանության այն կարևոր օղակներից է, որի գործունեությունից է նաեւ կախված ժողովրդավարության ուղին բռնած մեր հանրապետության հեղինակությունը, նրա նորմալ կենսագործունեությունն ու քաղաքացիների բարեկեցությունը։ Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանն։ Ազնիվ ու սկզբունքային աշխատանքը, բարոյական ու մարդկային բարձր որակներն անհրաժեշտ պայման են ձեր գործունեության հաջող իրականացման համար։ Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք ձեր պատասխանատվության չափը եւ այսուհետև կանեք հնարավորը դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ, իրականացնելով արդարադատություն, խստագույնս հետևելով օրենքի տառին ու ոգուն։ Ես տեղեկացված եմ, որ անցած տարիներին ձևավորվել են արդյունավետ կապեր հայկական երկու հանրապետությունների դատական համակարգերի միջև։ Մայր Հայաստանի կողմից ցուցաբերվող օգնությունը էական է եւ հիմնականում կրում է խորհրդատվական, մեթոդական բնույթ, ներառելով դատական համակարգի կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը։ Դրա վկայությունն է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակության մասնակցությունը այս միջոցառմանը, դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ։ Համոզված եմ, որ այդ կապերը եւ փոխշահավետ համագործակցությունը հետագայում միայն կամրապնդվեն։ Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի աշխատողների աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը։ Բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի խումբ աշխատակիցներ արժանացան պետական պարգևների ու արժեքավոր նվերների։ ԼՂ Գերագույն դատարանի դատավոր Գայանե Գրիգորյանին մխիթար գոշ մեդալ հանձնվեց։ Մենք բոլորս դատավորներս շատ հպարտ ենք եւ երջանիկ ենք, որ հանդիսանում եք անկախ Արցախի հանրապետության քաղաքացիներ եւ ընդունում եք, կայացնում եք դատական ակտեր հանուն Լեռնային Ղարաբաղի հանրապետության։ Գործընկերներին շնորհավորելու էր եկել Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Կապը երկու հայկական պետությունների դատական համակարգերի միջև սերտ է։ Արդյունավետ համագործակցության համար ԼՂ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանն արժանացավ Հայաստանի դատական համակարգի բարձրագույն պարգևին, վճռաբեկ դատարանի կազմավորման հուշամեդալին։ Բոլորիս երազանքն է ունենալ կայուն, վստահելի, արդյունավետ, կանխատեսելի դատական համակարգ, այդպիսի արդարադատություն։ Յուրաքանչյուր իրավական պետության կայացման եւ զարգացման կարևոր նախապայմանն է։ Այս համատեքստում առանցքային է յուրաքանչյուր դատավորի եւ դատական ծառայողի դերակատարումը։ Ձեր ամենօրյա նվիրված քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ երկրում հաստատվում է օրինականությունը եւ ամրապնդում է մարդու իրավունքների
եւ հիմնական ազատությունների պաշտպանությունը։ Նաև գործընկեր կառույցների ղեկավարները շնորհավորանքի խոսք ուղղեցին։ Վստահաբար կարելի է ասել, որ այսօր ԼՂ դատական համակարգը թևակողել է որակական նոր փուլ, որի մի վկայությունն էլ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության աճն է։ Արդարամտությունը, անաչառությունը, պատասխանատվությունը եւ օրենքի տառին հավատարմությունը այն կարևոր հատկանիշներն են, որոնցով ամբողջանում է դատական իշխանության իրական առաքելությունը։ Կոչված լինելով պաշտպանելու արդարությունն օրենքը, անդի իրավունքներն ու ազատությունները դատական համակարգի աշխատողներ իրենց արդար ու օբյեկտիվ դիրքորոշման մշտապես նպաստել են իրավական պետության եւ արդար դատական համակարգի կայացման ու զարգացմանը։ Ունենալով անկախ, արդար եւ թափանցիկ դատական համակարգ, մենք կրկին վերահաստատում ենք, որ Արցախի դատական իշխանությունը իրավական ու ժողովրդավարական արժեհամակարգի կրողն է։ Մասնագիտական օրվա առիթով Հանրապետության ոստիկանությունը դատական համակարգին համակարգիչ է նվիրել։ ԼՂ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձն էլ ոստիկանապետի տեղակալ Բորիս Ենգեբարյանն է ներկայացրել։ Արցախի քաղաքացու սահմանադրական իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը մեր կառույցների գլխավոր եւ հիմնական խնդիրն է, որի լիարժեք ապահովման գործում մենք ջանք ու երան չենք խնայում։ Այսօր ակնհայտ է դատական համակարգում իրականացվող բարեփոխումները։ Մասնագիտական բարձր պատրաստվածությամբ օժտված դատավորների անաչառությունը, հավատ եւ վստահություն են ներշնչում հասարակության շրջանում։ Նոր սահմանադրությամբ էլ ավելի ամրապնդվելու դատարանի անկախությունը, սակայն համակարգի կայացման ցուցանիշը ժողովրդի վստահությունն է։ Գործադրվող ջանքերը այս ուղղությամբ պիտի լինեն։ Մարինա Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Ամիսներ շարունակ այս թաղամասի բարձունքներից ազերիները կրակի տակ էին պահում Ստեփանակերտը։ 1991-ին Կրկժանն Ադրբեջանի կողմից վերածվել էր կրակակետի, որտեղից պարբերաբար գնդակոծվում էր Ստեփանակերտը։ Կրկժանի կրակակետերի ճնշման ռազմագործողությունը սկսվել էր դեռ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Արվարձանը վերջնականապես ազատագրվել է 1992 թվականի հունվարի 20-ին։ Ռազմական մասնագետները տվյալ գործողությունը համարում են պաշտպանության բանակի ամենամեծ հաջողություններից մեկը։ Պատերազմի թերևս ամենածանրագույն շրջանում, երբ շատերը հուսալքվել եւ կորցրել էին հավատը սեփական ուժերի նկատմամբ, կրկժանցիների անկոտրում ոգին եւ հայրենի բնորանի համար մինչեւ վերջ պայքարելու երկաթյա կամքը ոգեշնչող օրինակ դարձան բոլորի համար։ Նրանց հերոսական պայքարի շնորհիվ էր, որ Արցախյան ազատամարտում 25 տարի առաջ սկսված արմատական բեկման ընթացքում Կրկժանը դարձավ ազատագրված առաջին բնակավայրը։ Այսօր Կրկժանի ազատագրման 25-րդ հոբելյանական տարեդարձն է։ Ռազմագործողության մասնակիցներն ավանդույթի ուժով կրկին հավաքվել են թաղամասում, հիշել առանձին դրվագներ, արժևորել անցած ճանապարհը։ Կենաց մահու պայքարում զրկանքները շատ էին, կորուստներն անդառնալի։ Մարտական գործողությունների մասնակցում էին Ստեփանակերտի կամավորական վաշտերի ու ջոկատների ազատամարտիկներ, Հայաստանից եւ Թուրքից կամավորներ։ Հունվարի 20-ի առավոտյան թշնամին դուրս մղվեց Կրկժանի բարձունքներից, դիմեց փախուստի տալով մեծաթիվ կորուստներ։ Ի շնորհի մեր հայ կամավորների ցուսաբերած քաջության եւ խիզախության Կրկժանն ազատագրվեց։ Ազատագրական մարտերի մասնակիցները կատարած սխրանքների համար արժանացան պետական բարձր պարգևների։ Կրկժանի ռազմագործողության ընթացքում զոհված մարտնկերների հիշատակին Ստեփանակերտի քաղաքապետարանի միջոցներով կոթող է կանգնեցվել եւ խաղահրապարակ կառուցվել։ Արդեն 25 տարի Կրկժանում կրակոցներ չկան։ Խաղահրապարակում էլ ազատամարտիկների թոռներն են վայելում անհոգ մանկությունը։ Վարչապետ Արայիկ Հարությունյանն իր մարտական մկրտությունը ստացել է հենց Կրկժանի ազատագրման ռազմագործողության ընթացքում։ Երբ առաջին անգամ մեր լեզվով ասած պոստի կանգնած հիշում եմ Ռաֆոյան ստաննենք միասին կանգնած եւ շատ եմ այդ միտքը կրկնել, ասում եմ ոչինչ, զաբուխում ծուկուն ուխտելու, գորիսում պիվա ենք խմելու։ Իհարկե մի պա կարծես թե անհավատալի երազանքի մասին եմ խոսում, որ անհնարին է, բայց ընդամենը մի քանի ամիս հետո այդ երազանքը, այդ պատմական մեր հաջողությունը մենք ունեցանք։ Փառք ու պատիվ մեր բոլոր տղաներին, որոնք մեզ հետ չեն։ Ազերիները այս թաղամասում հասցրել էին մոտ 20 տուն հրդեհել ու թալանել։ Այդ օջախները հետագայում վերանորոգել եւ շենացրել են Կրկժանի լիիրավ տերերը, ովքեր մասնակցել են նաեւ մարտական այլ գործողությունների։ Պատահական չէ, որ Արցախյան գոյապայքարի ընթացքում միայն Կրկժան թաղամասը տվել է շուրջ 20 զոհ։ Ազգի սարտում դուք ցողեցի կանուներ, չի մոռացվի
սփրանքները գարեր Կրկուժանի ազատագրման 25-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազատամարտիկների միության ու Ստեփանագերտի քաղաքապետարանի կողմից արժանացան պարգևների Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան օր